Բարև ձեզ հարգելի հետևորդներ, այսօր 106 եւ 5 ռադիոկայանով մեր ոդկասթն է, ոնց խոսքերի տվե։ Այսօր մեր հյուրն է շատ հիանալի Էմմա Մարաշլյանը, ով Մարաշլյան ընկերության հիմնադիրն է, եւ կուզենայի, որ այսօր Էմման ներկայացներ իր ընկերությունը։ Էմմա ջան, երկու բառով կներկայացնես ձեր ընկերությունը ինչով է զբաղվում։ Իհարկե Կարեն ջան, մեծ սիրով նախ ասեմ, որ ուրախ եմ եւ շնորհավորում եմ այս հիանալի նախաձեռնությամբ, որ դուք որոշել եք եւ կարծում եմ, որ սա մեծ հաջողություն կունենա։ Ինչ վերաբերվում է իմ գործունեությանը, մի քիչ շատ ժամանակ ավելի սենց ոչ ողջունելի է ինձ համար բիզնես բառը, եթե անկեղծ ասեմ, ես ինձ համարում եմ ավելի շատ փոխարինենք օրինակ բիզնեսը ինչով կանեմ։ Ես մշակութային մարդ եմ ինձ համարում եւ սիրում եմ այն ինչ որ ես անում եմ։ Բիզնեսը մի քիչ չոր բառ է ինձ համար, չգիտեմ դու ոնց ես նայում, բայց ես էլ մեկ որ ինձ ասում եմ բիզնեսմեն, ես ասում եմ ես ռեստորատոր եմ, որ ռեստորատորները մշակութային ստեղծագործ աշխատանք։ Ես դրա համար ոնց որ խուսափում եմ այդ բառից, բայց որ տենց մի անգամից նկարագրեմ այնչով ես զբաղվում եմ, այո, արդեն կարելի է ասել 14 տարի է, որ ստեղծվել է ֆոտոատելյե Մարաշլյանը, դա որպես ամենայն հիմքային պրոյեկտներից էին, որտեղ որ ձևավորվում է մշակույթ, որտեղ որ հիանալի փորձ եմ ձեռք բերել, ըստ ինձ, որտեղ որ իմ կարծիքով Հայաստանում ձևավորվեց նոր մշակութային այսպես եզր եւ ազգային տարազը հագուստը դարձավ էլ արտեական, մոդայիկ, չգիտեմ ինչ բառ կար եւ սիրված եւ սիրելի։ Այ մի հատ հարց էլ ինձ շատ հետաքրքիր է, օրինակ ինչից եք ոգեշնչվել լավ բիզնես չասենք այդ մշակութային աշխատանքը կատարելուց, օրինակ ինչ ավանդույթներից կամ ընտանիքի ինչ ավանդույթներից եք ոգեշնչվել եւ ստեղծել այդ ֆոտոստուդիան ու հիմա ես ինչքան գիտեմ դուք ստեղծում եք նաեւ տարազներ տարբեր տեսակի իհարկե վերականգնում ենք ազգային տարազը, բայց հարցը էսպես է, ճիշտ է, որտեղից ցակեց, որտեղ դա շատերի մոտ է, ընդհանրապես իմ առաջին մասնագիտությունն է, դա բժշկությունն է, ես Մոսկվայի ակադեմիան եմ ավարտել բժշկական ու շատ հետաքրքիր ձևով ձևափոխվեց իմ կյանքը դեպի ուրեմն ազգայինը, հայկականը, դե ընդհանուր առմամբ իմ սերը դեպի Հայաստան միշտ եղել։ Ես 2010 թվականից եմ ապրում Հայաստանում, ես որպես հայրենադարձ կարող եմ ինձ անվանել, ընտանիքիս հետ միասին տեղափոխվեցինք Երևան ու այստեղ հիմնեցի հենց ի սկզբանե ֆոտոատելյեն, բայց հիմքային գիտեմ առաջինն եք, չէ՞։ Այո, Հայաստանում մենք առաջի լուսանկարչական տունն ենք, որտեղ որ ձևավորվեց այդ միտքը եւ դե իրականում եթե բիզնեսով նայենք ոչ մի բիզնեսմեն այդ բիզնեսը չէր անի որտեվ իրականում դրա մեջ այնց եթե հաշվարկես բիզնես եւ ֆինանս միգուցե ձեռնատու չի բայց իրականում նաև կային մարդիկ, ովքեր դեմ էին այս գաղափարին, ասում էին, չենք կարծում, որ սա հնարավորություն կտա քեզ գումար աշխատել, բայց եթե լինեմ շատ անկեղծ, գումար վաստակելու մասին խոսք անգամ չի եղել։ Այսինքն ես չեմ էլ մտածել դրա մասին, ինձ համար առաջնային է եղել գաղափարը։ Եվ միշտ երբ որ խոսում եմ, դեր սիրած գործով զբաղվել։ Այո, սիրելի գործն է, ինձ թվում է ամենաճիշտը եւ ամենաթանկ ներդրումը, երբ որ դու զբաղվում ես քո սիրելի գործով, դա հաստատ կտա պտուղներ, ես դրան համոզված եմ։ Ու ասենք այն ինչ որ ես ձեր մասին եմ լսել, ձեր ստեղծած ռեստորանների մասին, որ գիտեմ։ Որ ռեստորանում եք օրինակ, մեր ռեստորաններից եք։ Անկեղծ պիտի ասեմ, նոր էի խոսում ընկերներիս հետ, ասում եմ երեխեք ովքեր որ գալիս են ընկերներս, ասում եմ գնացեք Ոստան։ Նախ ասեմ ինչու, որովհետև Ոստանը շատ նման է իմ ստուդիայի ընդհանուր այդ բակին եւ հետաքրքիր բալկոնչիկներով շատ սիրեցի ու միշտ այդ տեղ եմ հրավիրում, հետո այնտեղ իմ պայուսակներն էլ են ներկայացված։ Պետք է անպայման ասեմ։ Ու համով ծմերուկ եք այդտեղ տալիս։ Ես չգիտեմ, այդտեղ եք աճացնում ձեր ծմերուկը, ինչ եք անում։ Ոստանը։ Special Ոստան ծմերուկն է։ Շատ մեծ սիրով Ոստան եմ գալիս, իսկ իհարկե եղել եմ Չինարում ընկերներիս հետ, վերջին անգամ օրինակ Ստաս Նամինի հետ ենք եղել Չինարում։ Սենց մի հատ հարց, շատ հետաքրքիր է։ Այ օրինակ եւ ռեստորանները եւ ձեր բիզնեսը
կապված է մշակույթի հետ, այսինքն ստեղծագործական աշխատանքը դա։ Այ օրինակ, եթե մենք նայենք հայկական մշակույթի, օրինակ մշակույթն էլ ու ավանդույթներն էլ ժամանակ առ ժամանակ փոխվում են, հա? Եթե օրինակի համար ես ուտեստներ թվարկեմ, շատ ուտեստներ, շատ ավանդական եւ հայկական ավանդական ուտեստներ են, բայց այսօրվա ժամանակակից կյանքում դրանք արդիական չեն։ Փորձում ենք իրան ձևափոխել եւ այլն եւ այլն։ Այս ուզում եմ հասկանամ, դուք ո՞նց եք մտածում, ինչ ավանդույթներ եղել են եւ ոնց են էվոլյուցիան ավանդույթների փոխվել, ու եթե ես տեսնում եմ ձեր աշխատանքը, ես տեսնում եմ, որ նաեւ թեկուզ տարազների մեջ կա այդ էվոլյուցիան, այսինքն նրանք արվում են ավելի ժամանակակից կտորով, չէ՞, ինչ որ նախշերը միգուցե ավանդական նախշերն են, որոնք դրանք անխուսափելի են, մենք չենք կարող դրանք խուսափել ու ոնց է փոխվել եւ դա լավ է թե վատ։ Միանշանակ ոչ վատ, որովհետև այստեղ ռուսերեն մի հատ թեզ կա, որ շատ եմ սիրում, ասում են традиция это не сохранение пепла, это передача огня։ Հիմա մենք միասին դուք էլ ձեր հերթին անում եք այն, որ ուղղակի տալիս եք այդ կրակը, տալիս եք այդ էմոցիան, այն ինչ որ նախկինում ունեցել ենք, թեկուզ այդ Ղափամայի ուտեսի մասին խոսանք, Դոլմայի ուտեսի մասին խոսանք, նորովի ներկայացնելով ձեր հյուրերին, նույնը ոնց որ կարելի է ասել, ինչ որտեղ ես եմ անում, այսինքն աշխատանք եմ վարում էթնոգրաֆների հետ, թանգարանների հետ։ Լոսկ ենք տալ, էլի, հին ավանդույթին լոսկ ենք տալ։ Ու այդ լոսկը պետք է ճաշակով լինի, համով լինի ձեր պարագայում, սիրուն լինի, միշտ ասում եմ, երեխեք սիրուն բառը եւ այդ չգիտեմ, ուրախ լինի, նայես Ղափամայի այդ տեսքը ապսեյով այդ բանին, չէ՞, դդումա, որ հա, ինքս էս ուրախ է նայում քեզ, այսինքն այդ ամեն ինչը էմոցիա է, այդ ամեն ինչը այն, որ այսօր շատ կարևոր է, ընդհանրապես ավանդույթը դա անցյալի եւ ներկայի կապող օղակն է, բայց կենթանի օղակն է, այսինքն մենք պետք է հասկանանք, որ ունեցել ենք ավանդույթներ եւ հենց այնպես նրանք չեն ստեղծվել, եւ այդ ավանդույթները չպետք է խուսափել, չպետք է անտեսել, ոնց որ տարազն էր անտեսված եւ ընդհանրապես մոռացված, շատ-շատերի համար տարազը չէր համարվում ինչ որ հետաքրքիր մի մաս մշակույթի։ Դե օրինակ հիմի ես կարծում եմ, որ եթե ժամանակակից ինչ որ հետաքրքիր տարազ արվի, ինքը ավելի շատ տենց ազնվականի տպավորություն կթողնի, մոտ եթե խոսքը կտրեմ, ասեմ ազնվականի մասին, նոր խոսում ենք էլի, թիմով ենք խոսում, մենք հիմա վերհանում ենք Նախիջևանի տարազը, Գողթ ուրեմն ռեգիոնի եւ պատկերացրեք այնքան բարդություններով ենք հիմա անցնում, որտեղ հենց անգամ կտորի տեսակի որակի առումով դա շատ բարդ է, բայց ստանում ենք շատ էլեգանտ ու հետաքրքիր ոճային եւ բայց ավանդականը հինը պահպանված մի հատ հետաքրքիր sense ես վստահ եմ որ մեծ հաջողությունների կհասնեք եւ այն մարդիկ որ ավանդույթը վերցնում են հիմք իրանց բիզնեսի մեջ, իրանց գործունեության մեջ ես ինքս շատ տենց պատրիոտիկ բաներ ունեմ ու ավանդական են մարդիկ ով որ պաշտպանում են եւ զարգացնում են ավանդական ինչ-որ բաներ, իմ համար շատ ողջունել եմ։ Կարեն, մենք իրավունք էլ չունենք չզբաղվել դրանով։ Ցավոք սրտի այսօր գտնվում ենք բավականին բարդ տարածաշրջանում եւ մեր հարևանները ոչ այնքան բարեխոս են լինում մեր համար եւ բարեկիրթ վատ հարևաններ ունենք ցավոք սրտի եւ նաեւ ունենք այնպիսի մշակույթ, այնպիսի պատմություն հազարամյակներից եկած, որ իրավունք չունենք անտեսել, այլ հակառակը պետք է պահպանել եւ այդ մեր այսօրվա այն ինչ որ մենք կարողացել ենք հասնենք եւ այսօր 21-րդ դարում ենք ուղղակի աններելի է դա անտեսել, աններելի է դա կորցնել, աններելի է։ Դե ցավոք բոլորը չեն տենց մտածում ու ողջունելի են այն մարդիկ, որոնք որ տենց մտածում են ու չեն նայում կարծիքի, այլ անում են այն ինչ որ գտնում են ճիշտ է Հայաստանի մեր հայրենիքի համար։ Այսինքն օրինակ ավանդույթներից խոսացինք, կուզենայի օրինակ շատ ավանդույթներ կան, որ
այսօր արդիական չեն, հա, օրինակի համար այն օրը հարսանիք էր։ Աղջկա մայրը չի գնում փեսայի տուն։ Ինչ-որ ավանդույթ է։ Հիմա չեմ կարող ասեմ ինչի չի գնում, դե անդադ մտածում եմ կարող որ նախանձի կամ ինչ-որ չեմ հասկանում էլ ինչ որ բան լինի, բայց դրա տակ էլ ինչ-որ բան կա։ Այ ո՞նց եք մտածում, այսօր կա տենց ավանդույթներ, որ դուք կհիշեք ու կարող է հումորով հիշեք, բայց այսօր արդիական չի։ Բայց միգուցե ինքը վերափոխվել է։ Համոզված եմ, որ այն ավանդույթները, որոնք որ ստեղծվել են ու մենք գիտենք իրենց մասին, այսօր իրենք նշանակություն ունեցել են, միգուցե հնում, բայց այսօր արդեն էլ արդիական չեն։ Ես չեմ ուզենա ուղղակի շեշտեմ որոշ այսպես ավանդույթներ, որոնք որ կարող է սխալ ընկալվեն իմ կողմից եւ ծիծաղելի, բայց այսօր ժամանակակից Հայաստանում, ժամանակակից եւ տեխնոլոգիաներով հագեցած Հայաստանում իհարկե կան որոշ անկյուններ, որոնք պետք է խուսափել։ Օրինակ ազգային տարազի մեջ, ես ասեմ ձեզ, ավանդական էր նաև այն պահը, երբ որ բերանը փակում էին կանայք, ինչու, որտեվ խոսել չէր կարելի տղամարդու հետ սեղանի շուրջ նստած այնպես կամ ճաշ պատրաստելիս կամ տարբեր իդեպ կան լեգենդներ, թե ինչու են բերանը փակ եղել։ Հիմա մենք բնականաբար մեր ատելյեում նման որոշում չունենք, մենք բերան չենք փակում նկարել, ընդհանրապես համարում որ կինը պետք է միշտ խոսի, որտեվ կինը երբ որ խոսում է, այդտեղ վերածնունդ է տալիս իրական է, ճիշտ է։ Այ օրինակ խոսքը գնաց կամ Ես գիտեի։ Ոնց եք մտածում, մայր իշխանություն Հայաստանում եղել է ու այսօր կա, թե ոչ։ Իհարկե եղել է ու կա, եւ ընդհանրապես հայ կինը ընտանիքի սիրտն է։ Ինչ ճիշտն է, դες պետք է ասեմ եւ կինը, հայ կինը, ես հայ կնոջ մասին եմ, չէ՞ խոսում, ինքը հենասյուն է ընտանիքի համար։ Կնոջ վրա է հիմքը։ Ես համոզված եմ դրանում։ Ուղղակի այսօր հայ կինը դարել է այնքան, այսպես ասեմ, ժամանակակից, այնքան խելացի, պատրաստված, գրագետ, շատ ժամանակ տղամարդկանց ինչ որ չափով, այսպես ավելի առաջ կարելի է տեսնել էլի։ Տղամարդիկ պետք է շատ բաներ սովորեն հայ կանանցից, բայց միևնույն է, հայ կանանց վրա կարելի է ընտանիքն է կառուցվում, ես դրանում համոզված եմ, եւ հայ կինը շատ խորիմաստ է, շատ խորաթափանց է, իմաստուն է։ Դե հայ կինը միշտ, քանի որ մենք պատերազմի մեջ ենք եղել միշտ, հայ կինը կարծում եմ միշտ եղել է պաշտպանողական եւ տան հենասյունը, որովհետեւ պատերազմ գնացել են տղամարդիկ, իսկ կինը այդ ամբողջ բեռը վերցել է իր վրա։ Ու իրականում եւ խոհանոցի մեջ էլ շատ ավանդույթներ կա, որոնք որ մնացել են այ հին ժամանակվանից, ճիշտ է, այս օրինակը կանանց չի վերաբերվում, բայց այդ միասնության, այ օրինակ մեր մոտ հայկական խոհանոցում, այդ ուզում եի հարցնել, օրինակ պարցիոններ չկա, այսինքն փորձեր չեն, չէ, ընդհանուր դնում են սեղան, ես շատ եմ մտածել այդ առումով եւ հասկացել եմ, որ այդ միասնությունը, որ ընտանիքով հավաքվելը, իրար հետ լինելը, իրար կողքին լինելը, թեկուզ բերդ պարա դրա մասին է ասում, այսինքն իրար թևու թիկունք լինելը, այդ ավանդույթները մինչև այսօր մեր խոհանոցի մեջ է պահպանվել, մեր առօրյա կյանքի մեջ է պահպանվել։ Դες հետաքրքիր մի հատ sense դիտարկում արեցիր, այսինքն հայ կնոջ կերպարը որպես հենասյուն եւ այն թիմային եւ այն ամբողջությունը, որը որ էլի պակասում է մեր հասարակության խնդիրներից մեկը նաեւ այն է, որ մենք չունենք ամբողջական մտածելակերպ, այսինքն անհատները շատ են, անհատները հետաքրքիր են, բայց երբ որ իրենք միասին են, անպայման հայտնվում է կոնֆլիկտ, անպայման։ Միշտ ասում են, չէ, հայերը ինչի, ասենք, որտեղ մենակ սպորտում սպորտում ենք բարբայի մեջ կամ ձյուդոյի մեջ ուժեղ ենք, բայց թիմային սպորտի մեջ թույլ ենք։ Ուտեղ հայտնվում է հայ իմաստուն կինը եւ բոլորին նստեցնում է իր տեղը, ասում է դու քո տեղում մնա, նա իր տեղում պետք է մնա։ Այ դրա համար է կարևորը գտնել իմաստուն կանանց ու իմաստուն կանայք շատ լինեն։ Ասեք, օրինակ, գործարար կնոջ դերը այսօր ինչպիսին է։ Ոնց է մտածում։ Ախր չեմ ուզում շատ པարզ բառերով խոսեմ, բայց շատ པարզ բառերով է խոսացել։ Շատ པարզ, գիտեք ինչն է հետաքրքիր, որ իմ համար ժամանակակից կինը իմ ընկերներն են, իմ մոտիկ մարդիկ են, որոնք որ հետաքրքրություն ունեն,
հոբիներ ունեն, կարևոր չի ինչ-որ մեծ գումարների մասին չի խոսքը գնում, որ իրանք մեծ գումարներ պետք է աշխատեն, ոչ, իրականում ես մի բան էլ ասեմ, հայկին ընտանիքում պետք է տղամարդուց քիչ փող աշխատի, ես չգիտեմ ինչի դրա հետ կապված ունեմ իմ սեփական միտումները, բայց համոզված եմ, որ տղամարդը միշտ պետք է մնա իր դերում, այսինքն նա պետք է միշտ լինի ջենտլմեն, բայց կինն էլ իր տեսակով պետք է լինի հետաքրքիր, որովհետև նախ առաջնային նա իր համար պետք է լինի հետաքրքիր։ Այսինքն գարմոնիայի մեջ պետք է լինի, մեկը մյուսին լրացնի։ Կինը պետք է իրեն սիրի, որովհետև մենք սովոր ենք տեսնել, որ մեր հայ կինը ամուսնու համար, երեխաների համար բարեկամ, բայց իրեն վերջում է հիշում, հիմա ուրախ եմ ասել նրա մասին, որ այո, այսօրվա հայ կինը սկզբից սիրում է իրեն, հետո մնացածին։ Դա սուպեր է, էլի, տենց պիտի լինի ինձ թվում է։ Որովհետև մենակ այդ ժամանակ կինը սիրված է, տղամարդու կողմից, սիրված է ընկերների կողմից եւ ընդհանրապես գարմոնիայի մեջ է ամեն ինչ, այո։ Ինչքան ես գիտեմ, դու սկսել ես լուսանկարչատան, այո, հիմքը լուսանկարիչն է, այսինքն մեր վերջնական պրոդուկտը, եթե խոսամ քո լեզվով, դա լուսանկարն է։ Երբ որ մեզ մոտ գալիս են մարդիկ, լուսանկարվում են, բնական է իրանք տարազներով չեն գնում ստուդիայից, իրանք գնում են լուսանկարներով, այսինքն դա մեր վերջնական պրոդուկտն է։ Այ լուսանկարչությունով, քո կարծիքով, լուսանկարչությունը քո կարծիքով, ինչպես կարա Հայաստանը ներկայացնի ամբողջ աշխարհին եւ միգուցե ինչպես կարա վնասի նաև։ Կարեն, ես իմ անունից պետք է խոսեմ որպես լուսանկարիչ, որտեվ բազմաթիվ լուսանկարիչներ ունեն իրենց ընտրված ժանրը եւ իրենք գիտեն ինչպես են օգտագործում լուսանկարչությունը։ Ես ինձ համար որոշել եմ եւ գիտեմ, որ ինձ համար լուսանկարչությունը դա գործիք է։ Գործիք եւ խոսք, լեզու։ Այսինքն ես լուսանկարչության անունից կարող եմ ասել այն, ինչ որ ուզում եմ ասել հանրությանը։ Այս առումով ինձ համար կարևոր է խոսել ազգային մշակույթի մասին լուսանկարչության միջոցով, ներկայացնել ազգային հագուստը եւ իհարկե արժեքներ ստեղծել լուսանկարչության միջոցով եւ տարածում տալ, որտեւ մենք այս 14 տարվա աշխատանքային ընթացքում ունեցել ենք բազմաթիվ հետաքրքիր մարդկանց, ովքեր որ այսպես կարող եմ իրենց անվանել դեսպաններ, որոնք որ նկարվել են եւ այդ լուսանկարի միջոցով կարողանում են տարածում տալ հայկական ազգային մշակույթին ու այս վերջերս շատ պատահական իմացա, որ փաստորեն տարիներ առաջ մեզ մոտ հյուրընկալել է Արլետ անունով ֆրանսահայ մի կին, որը որ նույնպես լուսանկարիչ է, բայց դեռ այն ժամանակ ես գիտեի, որ 18 թվականին նա ուղղակի ինձ հետ ծանոթացել էր որպես լուսանկարչի հետ, որտեղ ես իրեն հետաքրքիր եմ եղել այդ պահին, բայց նոր եմ իմացել այն մասին, որ ինքը եղել է Ռել Չարլզի մուսան եւ ունի զավակ Ռել Չարլզից ու այսօր ինձ համար դա բացահայտում է եղել, որ ես ունեցել եմ նման հետաքրքիր հյուր, բացի նրանից, որ նա լուսանկարիչ է եւ իր օրինակ լուսանկարը կա։ Ու հետաքրքիրն այն է, որ իր նորից այս վերջերս մտա Edge, ուզում էի հասկանալ եւ նրա ամբողջ լուսանկարչական արխիվում Ռել Չարլզն էր ու ոնց որ հասկանալի էր, որ ինքը ապրում է այդ մարդով եւ իր կյանքը, այսինքն լուսանկարչությունը դա ինչ որ եւ անհատական եւ մեկ-մեկ անվանում եմ այսպես կա լուսանկարիչ էգոիստ, լուսանկարիչը որոնք իր մասին են ուզում խոսեն եւ կան մարդիկ, ովքեր որ հանրությանը ասելիք ունեն, խոսք ունեն ներկայացնել։ Դա ես փորձում եմ դա օգտագործել։ Ես փորձում եմ խոսել, այո, որ օգտագործել դա որպես գործիք։ Դա չի ծառայում իմ կայացման, իմ ռեալիզացմանը, այսինքն դա ծառայում է խոսքիս տարածմանը։ Շատ հետաքրքիր զրույց է ստացվում, շատ հետաքրքիր է խոսալ ավանդույթների մասին, Հայաստանի մասին։ Իրականում եթե դե բամբասում ենք, բայց եւ բամբասանքի մեջ կա նաեւ բամբասանքի խորոված, հա, տենց նաեւ հայկական ավանդական խոհանոցը, որը նաեւ ներկա։ Ինչպես ասում են, բամբասանքը չգնահատված ժանր է։ Այո, օրինակ ես իմ միսիան հայկական խոհանոցը բարձրացնել այն մակարդակի, որը որ աշխարհում ներկայանալի կլինի, որտեղ իրականում աշխատանք կա մեծ կատարելու ու բոլորի կողմից, ոչ միայն իմ կողմից։ Այ օրինակ ձեր միսիան ո՞րն է, ինչ միսիա ունեք, որ դուք ձեր համար դա միսիա է, ոչ թե երազանք, ոչ թե նպատակ, այլ միսիա, որտեղ ես կարծում եմ, որ ամեն մարդ, ով ծնվում է, ունի իր կյանքում միսիա, որը որ չի հետապնդում միգուցե ֆինանս, միգուցե չգիտեմ, այլ նպատակներ, բայց միսիա, որը որ դու գտնում ես կյանքում, որտեղ պետք է տենց չէ, չեմ կարծում 10 կամ 15 տարեկանում հասկանում ես միսիան որն է։
Հենց հետաքրքիր է Կարեն, ես միսիայի մասին մտածել եմ այն ժամանակ, երբ որ անցյալ տարի ընդունվեցի Մոսկվայի Fashion Factory School դպրոցը եւ ինձ ասացին, որպեսզի ես իմ վերջնական ուրեմն պրոյեկտը պաշտպանեմ, ես պետք է ինչ որ SSSS հարցերին պատասխանեմ եւ որոնց թվում նաեւ միսիաներ։ Ինչ միսիա է սա, հա։ Ու իմ միսիան այդ սերն է դեպի Հայաստան։ Ես սիրում եմ իմ երկիրը ու գիտեմ, որ ծնվել եմ այս հողից եւ այս հողն է ինձ ստեղծել, կոպիտ ասած, եւ այս հողի վրա էլ պետք է գնամ, ձուլվեմ ու դառնամ Արարատիս հետ միաշեղ, տաշեղ, չգիտեմ, ու երևի իմ հիմնական գործունեությունը այն է, որ ինչ որ ես այստեղ անում եմ, դա անում եմ ի նպաստ Հայաստանին ներկայացնելու պատշաճ ձևով, ճիշտ ձևով աշխարհին, որտեվ անգամ երբ որ ես դրսում եի ապրում, լուսանկարչության միջոցով նկարում էի Հայաստանի բազմաթիվ լանդշաֆտներ, սարեր, ձորեր, վանքեր, շատ ու ներկայացնում էի ցուցադրություններ իմ ռուսական ոնց որ դաշտում, արդեն իմ ընկերներին, ռուս ընկերներին, եւ ինձ համար դա էր կարեւոր։ Այսինքն հիմա դրա միսիան այդպես անվանեմ, որպես Հայաստանին ներկայացնել գեղեցիկ, Հայաստանին ներկայացնել ներկայանալի, Հայաստանին ներկայացնել պատմամշակութային, խորքային, իմաստուն, որտեղ Հայաստանը ինքը իմաստուն երկիր, իմաստունների երկիր է, իմաստուն երկիր է, ու անպայման սիրել այնտեղ, որտեղ որ դու ապրում ես, որտեղից որ ծնվել ես, որտեղ որ քո հողը քեզ սնել է, որովհետև այլ դեպքում դու չունես քո իդենտիֆիկացիան, դու ով ես, եթե դու չես ճանաչում քո երկիրը։ Այսինքն ամեն ինչի մեջ իրականում ամենակարևորը սերն է։ Իհարկե։ Իսկ ինչպես ես տեսնում օրինակ Հայաստանը այսօր ու ինչպիսին կուզենայիր տեսնել ապագայում։ Ծաղկուն։ Կուզենայի տեսնել Հայաստանը։ Թե հիմա թե հետո։ Կուզենայի ինքը ծաղկում է, եթե թողեն իհարկե։ Ծաղկուն Հայաստան եմ ուզում։ Ուզում եմ, որ Հայաստանի ամեն մի հատված, ամեն մի փոքր հատված կանաչ լինի, կանաչ շատ եմ ուզում տեսնեմ, հիմա բետոնը շատ է, կանաչը քիչ է, շատ կանաչ եմ ուզում տեսնել։ Բետոնը փոխարինեն կանաչ։ Հա, կլինի տենց տենաս։ Կլինի, երբ որ մենք իմ կարծիքով այդ թիմայինի մասին խոսացինք, մենք դրա մասին խոսացինք, ամեն մեկը տենց մտածի։ Այդ ժամանակ մենք կլինենք, ես կարծում եմ ուժեղ, որովհետև մենակ մարդը ոչ միտեղ ուժեղ չի, ինչքան էլ խելացի լինի, ինչքան էլ աշխատասեր լինի, բայց իրան պետքա թիմ։ Համաձայն եմ։ Եթե իմ օրինակով ինձ մեկ հարցնում են, հա, ինչն է ձեր բիզնեսի գրավականը, ինչն է ձեր բիզնեսի հաջողությունը, ես առաջինը ասում եմ թիմը, որտեվ երբ որ ունես ուժեղ թիմ, ունես հաջողություն։ Նույնը Հայաստանի մասին է խոսքը, եթե մենք բոլորս ուզենանք, որ Հայաստանը ծաղկի, Հայաստանը կծաղկի։ Միանշանակ համաձայն եմ։ Շատ հետաքրքիր զրույց ստացավ, իրականում շատ հետաքրքիր թեմաներից խոսացինք, որը որ նաև ինձ է շատ հուզում եւ այդ առումով եւ ավանդույթների եւ մշակույթի մասով շատ եմ մտածում։ Այսօր մեր տաղավարում եմ Մարաշլյանն էր։ Պոդքասթի հիմնական նպատակը նա էր, որ ես հրավիրեմ այն մարդկանց, որոնք Հայաստանի համն ու հոտն են։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ նույնպես եւ ինչ ասեմ, կարող եմ միայն մի բան ասել, որ վստահ եմ, որ այսօրվա ձեր նախաձեռնած այս ծրագիրը ի նպաստ է լինելու եւ մշակույթին եւ բիզնես մտածող մարդկանց ողջունում եմ եւ շնորհավորում եմ։ Հուսանք